Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կարնիկ Դանիելյան։ Պարոն Դանիելյան, ձեր հարցը վերջինն է լինելու ժամանակը լրություն դալիճում, պարոն Պարսիլյան, պարոն Քոչարյան, պարոն Եղոյան, միշտ պարոն Եղոյան միշտ ասելը տեղին է։ Ես ձեզ խնդրում եմ, վերջի հարցն է, որից հետո շարունակելու ենք հարցերի ժամանակը սպառվել է։ Չափազանց զգայուն հարց է, այս խնդրի հետ կապված երկու կողմ կա, մեր հայրենակիցների մի մասը մեզ նամակներ է միշտ ուղղում, որ նման դեպքեր է տեղի ունենում եւ մեր հայրենակիցները պաշտպանված չեն, այս առումով այս խնդիրը կա եւ գնալով այդ խնդիրը ավելի է մեծանում եւ ցավոք սրտի նաեւ ունենք դեպքեր, երբ որ մահացության դեպքեր են արձանագրում, ցավով եմ այս ամեն ինչ ասում։ Մի կողմն էլ մտահոգություններ ու մտավախություններ ունեցող հասարակական կազմակերպությունները, որոնք որ իրապես նաեւ իմ ծոված նամակներում ասում են, որ մենք հնարավորություն չենք ունեցել մասնակցելու եւ օգտվելով առիթից կոչ եմ անում, որ առաջին ընթերցումից հետո հնարավորություն ընձեռնվի այդ հասարակական կազմակերպությունները իրենք էլ ներգրավվեն, կարծում եմ սա միայն ու միայն օգուտ կտա, քանի որ ժամանակը շատ կարճ է, քննեցման հետ կապված մտավախություն ունեն, որ իրենց լիազորությունները այդ կազմակերպությունը կարող է վերազանցի, իսկ արդեն որ պոակները ստեղծվեն, համայնքներում պոակները որ ստեղծվեն, հոակները որ ստեղծվեն, իրենց մտավախությունն այն է, որ վերահսկելի կարող է չլինի այդ հոակները պետք է ինչ-որ վերահսկողության մեխանիզմներ, մեթոդներ ունենան, կոնկրետ հասարակական հնարավորություն ունեն հասարակական կազմակերպությունը որոշակի առումով ինչ-որ վերահսկողություն սահմանեն կամ մոնիթորինգ անցկացնեն, որպեսզի այդ լիազորությունները չվերազանցվեն։ Ես միշտ բաց եմ քննարկել շահագրգիռ կողմերի հետ այս նախագիծը, նորից եմ կրկնում, շատ են քննարկել, վերջերս էլ են քննարկել, 4 ժամ քննարկում է տեղի ունեցել։ Միշտ չի, որ այն ինչ որ առաջարկվում է կարելի է օրենսդրորեն ձևակերպել կամ ներառել փաթեթի մեջ, որովհետև նաև միայն իմ ցանկությունը չի, մի ամբողջ կառավարություն եւ գերատեսչություններով ֆիլտրում է այդ բոլոր ցանկությունները եւ առաջարկները եւ ամենաօպտիմալ եւ հավասարակշռված տարբերակն է այս պահին ներառված, ինչը չի նշանակում, որ սա վերջնագիր է, մենք բնականաբար առաջիկայում նորից քննարկումներ կանենք, առաջարկներ պատրաստ կլինենք լսել եւ ստանալ ՀԿ-ներից, փոփոխության առաջարկ կարելի է անել ավելի հանգիստ միջավայրում, այս բանը շատ կարևոր է, որ օրենքի միջոցով ինստիտուցիոնալ եւ իրավական հիմքը դրվի, նաեւ ասեմ մոտ 1 տարի անց շատ դրույթներ 1 տարի անց են ուժի մեջ մտնելու, որովհետեւ կառավարությունը ժամանակ է խնդրել դրանց վերաբերող կարգերը մշակելու։ Երկրորդ մասի հետ կապված, ես չգիտեմ ինչ իրավական ձևաչափ է ունենալու համայնքային ծառայությունը, բայց մենք կացարանների կառուցումը եւ կացարանների կողմից մատուցվող ծառայությունները ճկուն ենք թողել, որպեսզի հնարավոր լինի նաեւ պետական մասնավոր համագործակցության միջոցով անել։ Հանձնաժողովի նիստին Սա կարևոր է, ավարտում եմ, հանձնաժողովի նիստին նշել եմ, որ ես խրախուսում եմ այդ նույն կենդանապաշտպան կազմակերպություններին աշխատել իրենց կարողությունների գիտելիքի ուղղությամբ, եթե հետաքրքրված են այս ծառայությունները մատուցելու ուղղությամբ, ուշադիր լինել եւ մասնակցել, դա էլ կլինի լավագույն վերահսկողությունը իրենց կողմից, իրենք կիրականացնեն այդ ծառայությունները։ Հարցերը էլ չեն կարող են չեք արձագանքում, արձագանք։ Տեսեք, հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ասի մեկ անգամ եւս ուրեմն ձեզ հիշեցնեմ, որ համապատասխան կազմակերպություններ, որոնք զբաղվում են այս գործով Հայաստանում ցավոք սրտի չկան, եթե կան էլ շատ քիչ են։ Ես օրինակով ասեցի, որ համայնքում ինչ մի ահավոր պատկերի ականատես եմ եղել, երբ որ մեքենայից մարդիկ են իջնում եւ չգիտեմ տարբեր sense անհասկանալի գործիքներով բան, չգիտես էլի ահաբեկ չի ավելի շատ նմանվող եւ փորձում են շների որսելու գործով զբաղվել եւ ինչի համար եմ այս ամեն ինչ ասում, կարեւոր է որ այդ կազմակերպությունների մասնագիտացված կազմակերպություններ լինեն, կոնկրետ իրենց եթե պետք է նաեւ պետությունը օգնի, որպեսզի, չգիտեմ, վերապատրաստվեն այդ ամբողջ այդ գործընթացը անցնի, որ այս գործընթացներն էլ պատշաճ ընթացակարգով լինի։
Ճիշտ եք, համաձայն եմ եւ մենք էլ գիտենք, որ ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպությունների մեծ մասը մեղմ ասած հեռու է պրոֆեսիոնալ լինելուց, դրա համար մի առանձին հոդվածով կարգավորել ենք թափառող կենդանիների բռնման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները, կարողությունների զարգացման կարիք լինելու է ոչ միայն այդ կազմակերպությունների շրջանակում, այլև հենց պետությունն էլ չունի նման ծառայություններ մատուցելու բավարար գիտելիք եւ հմտություններ, բայց քանի որ որոշել ենք ոլորտը կարգավորել, անպայման քայլեր կձեռնարկվեն, վստահ եմ, նաեւ մեր միջազգային գործընկերների օգնությամբ, որպեսզի այդ կարողությունն ու գիտելիքը ձևավորվի, որովհետեւ այլ տարբերակ այս հարցի կարգավորման համար քաղաքակիրթ երկրները չունեն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը, շնորհակալություն։